Սկորձս ծերած մերոց, ուղի գարայի մեզ դեր և սկորձս ծերած մերոց հաչողյա մեզ, ամեն։ Շիրազ դասած Մասիսն է սյուն Հայաստանի, հայեր թանջող մագնիս է ձյուն Հայաստանի, ավ է հայեր սրված մնակ մատներից պես, բռունցքվելն է հավերժություն Հայաստանի։ Ահա այսպիսի բանաստեղծ էր Հովհաննես Շիրազ։ Որն է բաբո մեր հայրենիք, են որ ունի բարձր երկինք, են որ ունի կարմիր արև, յուր կապուտակ գլխու վերև, են որ ունի լեռն ալագյաս, հավքերն աշուղ, ջրերը սազ, հայ թագուհու զմրուղ թաքած, միշտ կսպասե յուր արքային, արքան գերի այլոց գահին, են որ տեսքով իր սևանի, մազերն արցակ ու գեղանի, նստած հարսի գնմանի, որ կսպասե ողջ ազգովին, իր մեծաքուր վանա ծովին, են որ ունի աշխարհքից թակ, քանց թագավոր Մասիս ջերմակ, ջերմակ Մասիս սիրտը մրմուր, գլուխը վեր դրախտի դուր, են որ ունի Մասիսնի վար, հին բերդեր, վանքեր մթար, որ կիսավեր, բայց դեռ դարեր, լուր կաղոթեն երկինքնի վեր, են որ ունի արաս տղմուտ ու ափերը մամրոտ ու մութ, գերեզմաններն են պապերուտ, մասունքներն են հայոց հոգուտ, են որ խուստուպ ու արագած, արտերու մեջ դիմաց կանգնած, ձեր կզարկեն գինու թասին, ու ձեն կուտան մեր Մասիսին, թե հեյ բաբո, պավ չէ մենակ, պանդուխտ մնաս ամպերու տակ։ Ես կուզենայի Շիրազի մասին պատմել իմ հիշողությունը, իմ այն զգացումը, թե ես ոնց հասկացա, որ այդ մեր քեռին ուրիշ քեռի է։ 10 տարեկան էի դպրոցում, Շիրազ էինք անցել, դասատուն շուռ եկավ երեխեքին ինձ մադով ցույց տալով, ասեց՝ «Այ Թովմասյան Նարինեն Շիրազի քրոջ թոռն է»։ Երեխաները ինձ էին նայում, հետո ծնողները եկան երեխեքին տանելու, բոլորը ինձ էին նայում, դասատուները ընդմիջումին գալիս ասում էին որն է, ինձ էին նայում, ես հասկացա, որ մեր քեռին ուրիշ քեռի է։ Գնացի տուն, բայց ոչ մի բան չասեցի, ուղղակի մտածում էի։ Օգոստոս ամիս եկավ, տատիս հետ գնացինք Երևան, իսկ Շիրազը տանը չէր, ինքը շատ էր սիրում, որ Լեննագարից մարդ էր գնում, հենց տեսնում էր երեխայի նման ուրախանում էր։ Ներս մտավ երկու մեծ ձմերուկ ձեռքին, շատ մեծ, ինձ թվում էր, թե դրանից մեծ ձմերուկ կյանքում չեմ տեսել։ Բերեց դրեց սեղանին, այդ սեղանը հիմա մեր թանգարանում է, սեղանին ու գնաց աշխատասենյակ շորերը փոխելու։ Ու երբ այն պահին եկա, որ կինը բերել էր տանագը, որ տներ ծմերուկին կտրելու, հենց տեսա, որ պիտի կտրեր, գոռաց ասեց, «Էդիշ կենես, տանագը կբավ ծմերուկին, համը կկորի, երեխա տղային կկողնայինք, ձեռքերս ուժե չկար, քարով կճարտեինք, ծմերուկ նոր չուդես, ջուրը տանջովը, թևերովը չերտա, իդգելին ծմերուկ»։ Խփեց ձեռքով, կոտրեց ծմերուկը, ամեն մեկին իր չափին տվեց, ինքը վերցրել էր ամենամեծը եւ երեխայի նման բերանի ժպիտ արցունքը աչքին կանգնած մի հատ որ քաշեց այդ ծմերուկը ամբողջ շորը կարմրեց ու ես զարմացած նայում էի իրան, նայում էի իր այդ հրճվանքով ուտելուն ու ամեն մեկից հեշտով ասում էր կեր ու ես կերա ու
հետո հասկացա, որ ես ինչի համար սա հիշեցի, որովհետև երբ ես մի անգամ կանգառում էի կանգնած, կարճ կաժարիտի հոդարա այն չզտած ծետով ու հիշեցի տադիս արած ժարիտը, մտածում էի տեսնես համնել է նույնը, այդ տեսարանը հիշելով, երբ այդ դեպքը եղավ ինձ հետ, ես այս պատմությունը հետո այդ ժամանակ հասկացա, որ Շիրազը տանում էր 5 րոպե մանկություն գնալու համար։ Պարոն Մուրադյանի հետ անտիպները արդեն 5-րդ անտիպանի պոեմը, Թունդրակեցիներ պոեմը, առանձին գիրք հուշարձան հայրիկից, արդեն 10 գիրք, 8 գիրք դրա տարակել ենք և դերևս կա։ Դե արխիվում ես եմ նայում, համեմատում, ընդև մի, չասեմ, բանաստեղծի հայրիկի գրքերի մեջ, բանաստեղծներից մեր մեկի գիրք ընկավ ձեռքս, Շիրազի հումորի մասին, այլ է խոսքը։ Բացում թեթում եմ, մերիկը նշումներ արել, բաներ արել, որը իրան դուր է եկել, որը բան, մեկ են մի հատ տող կա, այդ հեղինակը, բանաստեղծը, որ մատ ինչ-որ ասում եմ, ասողն ասել, պրծել է ինձնից առաջ, հայրիկը ձեռագրով կողքը գրել է ճիշտ է։ Պատկերացրեք 58 կամ 59 թվական Հովհաննես Շիրազը եկել էր սովետական գրականություն ամսագրի խմբագրություն, այնտեղ ևս ուներ վստահելի մի ընկեր Ստեփան Արաջաջյանը, ժամանակի ուղղամիտ, արդարամիտ մտավորականներից մեկը, այն բացառիկ մարդկանցից, որին վստահում էր Հովհաննես Շիրազը։ Ահա ինչն էր խնդիրը, պայմանավորվել էին իր բանաստեղծությունը, որ հետագայում հռչակվեց ամբողջ հայ իրականության մեջ, Հայաստանից մինչև Սփյուռքի բոլոր ներկայացուցիչները, անի բանաստեղծությունը տպագրելու առաջարկ խնդրանքով։ Եվ ինչը վկայում Ստեփան Արաջաջյանը, ներս մտան, ասում է, Դաշնենցի հետ միասին ճանապարհին էին հանդիպել։ Զգացվեց, լարված, թունդ վիճել էին, ինչի շուրջ պիտի վիճեին, այս եղբայրները, հոգևոր եղբայրները, որոնք մեկ մտասևեռում, մեկ տեսլական, մեկ երազանք ունեին, կորցրած հայրենիք, և եթե հանդիպում էին, իսկ նրանք հաճախ էին հանդիպում, ամբողջ խոսք ու զրույցը, ինչպես այդ երազը Արևմտյան Հայաստանի վառ պահեն սերունդների մեջ։ Եվ ինչու չէ, եթե երբևէ պետք է ազատագրվի, ինչ կերպ, ինչ եղանակներով, ինչ ուժերով, ինչ հնարավորություններով։ Եվ ահա թունդ վեճ էր եղել, և ընթացքում պարզվեց բնույթը վեճի։ Ահա Շիրազը հանում է բանաստեղծությունը, ըստ երևույթին դա նախնական տարբերակն է, տեսնեմ անեն և նոր մեռնեմ։ Եվ ասում է, որ պետք է շտապ տպագրես, բայց դա ամսագիր է սովետական գրականություն, ասում է ոչինչ, դու կարող ես միջնորդել գրական թերթում տպագրել տաս, ցույց մի տվեք գրաքննությանը, սա պետք է, շատ է պետք, մեր սերունդները կարծես թե սկսել են, չասեմ ուրացել են, ավելի ու ավելի քիչ են խոսում մեր կորուսյալ երկրի մասին։ Եվ այդ ժամանակ բորբոքված Դաշնենցը խլում է թերթը նրա ձեռքից, կարդում, խնդրեմ, հասնում է վերջին քառյակին, «Էս ինչ ես գրել, սա ինչ տպելու բան է»։ Իսկ ինչ էր ասվում վերջին քառյակում։ Ես առանձնացրել եմ դա այդ առաջին տարբերակի վերջին քառյակը։ Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր, հույերի տեղ սոխակ դառնամ, իմ սևանի լույսերի տակ տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Սիրտս որպես ազատատենչ, սիրտս որպես բացված վրան, գլխին կարմիր դրոշ տնկած տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Այս կարմիր դրոշն էր խենթացրել ցասումի հասցրել Խաչիկ Դաշնենցին։ Այ մարդ, ինչ կարմիր դրոշ, դու չգիտես, որ բոլշևիկները մի բան վերցրին, էլ երբեք հետ չեն տա մեզ։ Դու ինչու ես անին տանում բոլշևիկի փայ դարձնում, եթե ու տեսեք ինչ է ասում, գուցե մի օր մենք
այնքան հզորանանք կարողանանք Թուրքից մի կտոր հող կտրել, բայց բոլշևիկից չենք կարող հետ վերցնել։ Ու այստեղ արդեն փոխադարձ ասում է Շիրազի, տոխենար սասունցի, տոխենդ։ Ես ինչպես ասեմ 50-ական թվականներին, 40-ականներին, 30-ական թվականներին, ինչ լեզվով իմ անին, իմ վանը, իմ կարսը ուզեմ, որ ինձ չքսեն Սիբիր կամ գնդակահարեն, ես պտի բոլշևիկի լեզվով ուզեմ իմ երկիրը։ Այն ով որ կասի, որ Շիրազը անհավասարակշիռ էր, չգիտեմ, հեռու քաղաքականությունից, այսքան իմաստուն, այսքան հեռատես, ցավոք ոչ ժամանակին մենք կարողացանք լիարժեք հասկանալ Շիրազին, առավել ևս այսօր թվում է, թե այնպիսի հանգրվանում հասանք, ինչ իմաստուն մարդ էր, այսինքն իր բառերով ասած ջահանամ թող բոլշևիկինը լինի, գոնե հայաբնակ կլինի, ես չեմ կանգնի Գյումրիում ու նայեմ հեռուն ու մաղկտամ։ Մենք հիմա գտնվում ենք Գյումրու դարբնոցներից մեկում, ստույգ չգիտենք, այստեղ է եղել դարբնի աշակերտ, թե ուրիշ արվեստանոցում, բայց այս մասնագիտությունն էլ է փորձարկել, դարձել է ջուլհակի աշակերտ, դարձել է ժամագործի աշակերտ, տարբեր մասնագիտությունների տիրապետելու փորձեր է արել, բայց ի վերջո ճշգրտվել է, որ ինքը բնաբուխ բանաստեղծ է և խոսքի դարբին, պատկերավոր խոսքի դարբին, իսկ նրա պատկերավոր մտածողությունը իսկապես որևէ չափ ու սահման չէր ճանաչում։ Նրա ձուլածո և կոփածո պատկերները, որոնք ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում դրսևորվեցին որպես հայ գեղարվեստական խոսքի գոհարներ, իրենց նմանը չունեն հայ պոեզիայում։ Պատկերացնենք մի բան, Նարեկացու, միջնադարի, Սայաթ-Նովայի, 19-րդ դարի բանաստեղծների, Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Վարուժանի, Սիամանթոյի, Մեծարենցի հանդեպ, Դուրյանի հանդեպ, սեր և պատկառանք ունեցող այդ վիթխարի բանաստեղծը կարծեք բոլորի համաձուլվածքն էր։ Երազիս մեջ դուրը զարկի, ով է ասի ներսից ես, դրսից ինչ-որ բարամիկի, ասաց աստված բահիկ ես, մի կտոր հացվոր մացիր, աղքատքին եմ որ բանդեր, ու ես իսկույն դուրս բացի, հրաշք կորած մայրիկ սեր, ու ես իսկույն դուրս բացի, հրաշք կորած մայրիկ սեր։ Երազիս մեջ դուրս թակի, ով է ասի ներսից ես, դրսից ինչ-որ պարամիկին, ասաց մատաղ լինեմ քեզ, մի կտոր հաց ողորմացիր, աղքատքին եմ, որբ, անտեր, և ես իսկույն դուրը բացի, հրաշք, մեռած մայրիկս էր, սարսափեցի, բայց գիրկն ընկա, մայրս ասաց, ես եմ, ես, քեզ փորձելու համար եկա, ոչի փոխել կյանքը քեզ, մուրացկանի տեսքով եկա, որ Աստված էլ իմանա, տեղն է խիղճդ, որդիս, թե մեռել է ինձ հետ նա։ Երազիս մեջ օրս տեսա
երազիս մեջ հորս տեսա։ Մորս նման հայտնվեց, խինդ ու վախով գիրկը հասա, շիրմից է լավ ինձ գրկեց։ Եկեկացինք դառն ու անուշ, հայրս նայեց իր չորզդին, արագացին ժպտաց քնքուշ, ասաց կապրի իմ որդին։ Բայց երբ նայեց Արարատին, ինձ խետ նայեց հայրս ձեր, էլ ինչով ես դու իմ որդին, երբ կիսատ է տունը մեր։ Վշտից նորից մեռավ հայրս, ասաց որդիս, թե կուզես, հողը թեթև լինի վրես, տունս կիսատ չթողնես։ Հայր իմ, ասի լալահառաջ, հայը հույսից չի զատվի, երթվում եմ շիրմիտ առաջ, Արարատն էլ կազատվի։ Թեկուզ 1000 տարի անցնի, թող թշնամին իմանա, յոթնահողով Հայաստանի, տունդ կիսատ չի մնա։ Մենք գիտենք մահվանից հետո 84-ից այս կողմ մի քանի, մեկը չէ, մի քանի պատուհասներ պարզապես կործանարար հարված հասցրին մեր երկրին և ժողովրդին, կլինի կայսրության փլուզումը և շիվարեցինք ազգովի։ Մենք լավ ենք հիշում մսնականները, այդ բոլոր անկախականները իրենք դարձան անօգնական ու տեսան մենք ինչքան անօգնական ենք աշխարհի հողմերի առաջ։ Սպիտակի ավերիչ երկրաշարժ, Արցախյան ազատամարտ, գոյամարտ և ամեն անգամ մենք ասում ենք ինչ լավ է, որ Շիրազը չկա, կխենթանար, որ տեսներ իր Գյումրին, կխելագարվեր տեսներ հանկարծ մնացինք անպաշտպանված թշնամիների հորձանուտում։ Ոչ, Շիրազը չէր խելագարվի, Շիրազը այս ամենը իր սրտով, իր երակով կանխատեսել էր, դրա համար էր ասում, այո, մեզ ճնշում են, հալածում են, մեր լեզուն, չգիտեմ, խեղդում են, խոսքը կապանքների մեջ են դնում, բայց հայ մարդը դեռ իր հողի վրա է, փորձենք այս բոլշևիկյան կոմունիստական կաղապարների, կապանքների մեջ ինչ-որ ելք գտնել, որովհետև այստեղ մենք համախումբ ենք և դարավոր թշնամու ձեռքը չի հասնում մեզ։ Ինչու եմ ես բերում այս օրինակները։ Շիրազը այսօր մեր օրերում կխելագարվեր, երբ որ այլևս չկա Ստալին ու ստալինիզմ, այլևս չկա կոմունիստ ու կոմունիզմ, կա կարծես թե անկախ Հայաստան և իշխանության եկածները անկախ ճակերտավոր ցավոք անկախ Հայաստանի։ Պատերազմ են հայտարարել, կործանարար պատերազմ, այն ամենի դեմ, ինչը կազմում է Շիրազի բովանդակ աշխարհայացքը։ Ոչ միայն Արևմտյան Հայաստանի երազի դեմ, ոչ միայն այդ ամենախորհրդանշող Մասիսի դեմ, լեզվի դեմ, մշակույթի դեմ, ինքնության դեմ, այն ամենի կրկնում եմ, ինչի համար ամբողջ կյանքում պայքարեց Շիրազը, բոլոր միջոցներով։ Հապա տեսեք մեծ ու փոքր ստեղծագործությունները, պոեմները, կարծես դրանք աշխարհագրական տեղանունների մի անծայրածիր քարտեզ լինեն, բայց մեծ արվեստով ներկայացված։ Ամեն հայտնի ու անհայտ արևմտահայ բնակավայր կա նրա պոեմներում։ Կլինի քիչ առաջ մեր հիշատակած Անի պոեմը, որ այդպես էլ անտիպ մնաց մինչև 2010-11 թվականը։ Թոնդրակեցիները կլինի, հայոց դանթեականը կլինի։ Ինքը
Բանաստեղծությունը պոեմ էր անվանում մինչևական։ Ղարաբաղի ողբը պոեմ։ Բանաստեղծության գուցե երկու տուն կարողանամ հիշել հիմա։ Դու չես ջոկվել, քեզ զատել են, որ մոռանաս երգերն հայոց։ Ձորերիդ պես խորացել են անդնդախոր վերքերն հայոց։ Ախ երբ պիտի լեռներիդ պես վեր բռունցքվեն ձեռքերն հայոց, որ չթողնեն հայոց արծիվ նոտար ծովին ճայ Ղարաբաղ։ Այս բանաստեղծության մեջ նաև մի արտահայտություն կա։ Մենակ դու չես, որ դիմարամ, 7 որդի ունեմ խլված, Վանածովը, Սիփանսարը, Ղարսն ու Վանը անին փլված, հայց նահապետ Մասիսի պես դեռ բանտում են ճունկը ծալված, Տարտարոսը տարոնը դեռ, ուր ես ավարայր Ղարաբաղ։ Կարող եք երևակայել, որ այս բանաստեղծությունը դարձավ 88 թվականի Արցախյան շարժման գաղափարական առաջնորդողներից մեկը եւ առաջին Արցախյան պատերազմում հայց հաջորդիները հաղթել են անիրավ ու դաժան թշնամուն այս բանաստեղծության ոգեշնչմամբ։